Քո հրաշքն ամեն օր ուղերձների շարք։ Քո զոհի պտուղը ուրախությունն ու ցնծությունն է Աստծուց։ Մենք շարունակում ենք շարքը, որը կրում է «Քաջալերանքներ 43-րդ Սաղմոսից» անվանումը։ Այս շարքի մեր նախորդ ուղերձների մեջ տեսանք, որ Աստծու լույսն ու ճշմարտությունն են, որ առաջնորդում են մարդուն դեպի Նրա ներկայությունը, Նրա սուրբ լեռը և Նրա բնակարանները։ Միայն Տեր Հիսուսի շնորհիվ է, որ մենք կարող ենք մուտք գործել մեր երկնային Հոր ներկայության մեջ։ Այս ուղերձի մեջ կանդրադառնանք այն ճշմարտությանը, թե ինչ է Աստված ակնկալում Իր ներկայության մեջ մուտք գործած մարդուց։ «Ուղարկիր Քո լույսը և Քո ճշմարտությունը, թող նրանք առաջնորդեն ինձ դեպի Քո սուրբ լեռը և դեպի Քո բնակարանները։ Ես դեպի Աստծու սեղանը կգնամ, իմ ուրախության և ցնծության Աստծուն մոտիկ, և քնարով կգոհանամ Քեզնից, ո՛վ Աստված, Աստված իմ։ Ինչո՞ւ ես տրտում, ո՛վ անձ իմ, և ինչո՞ւ ես խռովված ինձանում։ Հույսդ դի՛ր Աստծու վրա, որովհետև էլի պիտի գոհանամ Նրանից, որովհետև Նա իմ երեսի փրկությունն է և իմ Աստվածը» (Սաղմոս 33:3-5)։ Սիրելի՛ բարեկամ, ուրախության ու ցնծության Աստծուն մոտենալու ճանապարհը միշտ անցնում է Աստծու զոհասեղանի մոտով։ Ես դեպի Աստծու սեղանը կգնամ, իմ ուրախության և ցնծության Աստծուն մոտիկ։ Աստվածաշունչը ուսուցանում է զոհի կարևորության մասին։ Տեր Հիսուսը ուսուցանում էր մեր խաչի մասին։ Միայն անձը ուրացած մարդիկ կարող են իրական զոհաբեր կյանք ապրել Տեր Աստծու առջև։ Ղուկասի ավետարան 9:23-24 խոսքեր. «Եվ բոլորին ասում էր. եթե մեկն ուզում է իմ հետևից գալ, թող իր անձն ուրանա, ամեն օր իր խաչն առնի և իմ հետևից գա։ Որովհետև ով ցանկանա իր անձը փրկել, այն կկորցնի, իսկ ով ինձ համար իր անձը կորցնի, նա այն կփրկի» (Հովհաննես 10:1-4)։ Տիրոջ ներկայության մեջ ուրախություն ու ցնծություն կա։ Եթե դու կորցրել ես ուրախությունդ, եթե քո կյանք է այցելել տրտմությունը և չես կարողանում դրանից ազատվել, ապա քեզ Աստծու ներկայությունն է անհրաժեշտ։ Քրիստոսի լույսն ընդունելն ու Նրա ճշմարտություններին հավատալը քեզ առաջնորդում են դեպի քո ուրախության ու ցնծության Աստծու ներկայությունը։ Սակայն այդ ճանապարհն անցնում է Տիրոջ զոհասեղանի կողքով։ Տերն Իր ներկայության մեջ ապրող մարդկանցից ակնկալում է զոհաբեր սիրտ և զոհաբեր գործեր։ Ելից 23:15 և 2 Օրինաց 16:16 խոսքերում Աստված ուղիղ կերպով պատվիրում է Իր ժողովրդին, որ ոչ ոք դատարկաձեռն չերևա Իր առջև։ Եթե հին Ուխտի ժամանակներում Աստծու զոհասեղանի վրա միայն ունեցվածք ու նյութական արժեքներ էին դրվում, ապա Նոր Կտակարանում, ի հավելումն ֆինանսական ու նյութական զոհաբերությունների, Աստված ավելին է ակնկալում։ Հռոմեացիս 12:1-2 խոսքերում կարդում ենք. «Արդ Աստծու ողորմությամբ աղաչում եմ ձեզ, եղբայրնե՛ր, որ ձեր մարմինները մատուցեք կենդանի զոհ, սուրբ և աստվածահաճո. դա է ձեր հոգևոր պաշտամունքը։ Եվ մի կերպարանվեք այս աշխարհի կերպարանքով, այլ վերափոխվեք ձեր մտքի նորոգությամբ, որպեսզի դուք քննեք Աստծու կամքը, թե որն է բարին, հաճելին ու կատարյալը» (Հռոմեացիս 12:1-2)։ Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, անհնարին է մուտք գործել Աստծու ներկայության մեջ առանց զոհասեղանի իրողության։ Անհնարին է լինել Քրիստոսի աշակերտը առանց անձը ուրանալու և զոհաբեր սրտի ապացույցի՝ սեփական խաչը ամեն օր կրելու։ Անհնարին է Աստծու ուրախությունը և ցնծությունը ընդունել առանց նախ Նրա զոհասեղանին մեր անձերը որպես կենդանի զոհ մատուցելու։ Տիրոջը հաճելի է, երբ հանուն Նրա կամքը կատարելու մենք հակառակ ենք գնում աշխարհի սկզբունքներին։ Տիրոջը հաճելի է, երբ մենք երկնային գանձերը վեր ենք դասում այս երկրային հաճույքներից։ Տիրոջը հաճելի է, երբ մենք ջանք ենք անում Նրա կամքով ապրելու և հանուն դրա զոհաբերում ենք սեփական ցանկություններն ու հարմարավետությունը։ Նման մարդուն Նա լցնում է Իր ուրախությամբ ու ցնծությամբ։ Քո զոհի պտուղը Տեր Աստծու տված ուրախությունն և ցնծությունը։ Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։ Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։ Սիրով և աղոթքով, Արման Մանուկյան։